70 տարի առաջ, երբ ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, ստեղծվեց միավորված ազգերի կազմակերպությունը 1945-ի հոկտեմբերի 24-ին։ Այն ներկայում միավորում է 193 անդամ պետություն։ ՄԱԿ-ի ընտանիքը կազմված է տարբեր 17 կազմակերպություններից, ծրագրերից և հիմնադրամներից։ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ին անդամակցել է 1992-ի մարտի 2-ին։ Այդ ժամանակվանից ի վեր մշակվել են տարբեր ծրագրեր հասնելու ազգային զարգացման գերակայություններին և դիմակայելու մարդու իրավունքների ոլորտում մարտահրավերներին։ ՄԱԿ-ի զարգացման աջակցության 2016-2020 թվականների ծրագիրը համագործակցություն է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջև։ Ռազմավարական ծրագիրն ընդգրկում է 4 ոլորտ։ Այս ռեպորտաժում կանդրադառնանք արդարացի, կայուն տնտեսական զարգացման և աղքատության կրճատման ուղղված ծրագրերին, որոնք իրականացվել են ՄԱԿ-ի Հայաստանում գործող կազմակերպությունների կողմից 24 տարիների ընթացքում։ Այդ ծրագրերը հիմնականում ուղղված են եղել Հայաստանի մրցակցության բարելավմանն ու կայուն տնտեսական հնարավորությունները մարդկանց առավել հասանելի դարձնելուն։ UNIDO-ն, որը բացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն, ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներից է, որը հիմնական մանդատն է նպաստել մասնավոր սեկտորի հետ համագործակցությանը, փոքր միջին բիզնեսի զարգացմանը։ Հայաստանի գրասենյակը, որ ստեղծվել է 2005 թվականին, սակայն նույն հնարավորություններ է տալիս, որպեսզի կարողանանք ավելի տեսանելի դարձնել Հայաստանի զարգացման առաջնահերթությունները։ Շատ կարևոր է կոնկրետ փոփոխությունը տեսնել մարդու իրական կյանքում։ Մեր կողմից արվում է ըստիս հնարավորը, որպեսզի կարողանանք առավել բարենպաստ բիզնես միջավայրը ապահովել։ UNIDO-ի կարևորագույն ծրագրերից մեկը տնտեսական բլոկի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EMPART ծրագիրն է, որի նպատակն է օժանդակել կոոպերատիվների ստեղծման և զարգացմանը։ Իրենց զարգացման պետք է մտված լինեն հեռանկար ստեղծելու այդ նույն գյուղական համայնքների համար։ Առաջարկություն եղավ ստեղծել կոոպերատիվներ կամ արտադրող խմբեր հնդկաձավարի աճեցման կամ ասենք բարձր որակի պանրի, որը որ արտահանման միտում ունենա։ Այսօր կարող եմ ասել, որ մոտ 500 երիտասարդ արդեն անցել են մեր ուսուցման դասընթացները և կարողացել են նաև ստանալ մոտ 70 վարկ հաստատվել է և իրականացվում է։ Այդ մարզերն են Լորին, Տավուշը, Շիրակը և Գեղարքունիքը։ Կարևոր ծրագիրը տնտեսական բլոկի դա տեքստիլ ոլորտի արդիականացման ծրագիրն է։ Մի քանի ընկերություններ միասին հանդես գալով միասնական բրենդով և միասնական ջանքեր դնեն, որպեսզի կարողանան արտադրանքը արտահանել։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը, այսինքն UNDP-ն հիմնականում թիրախ ունի աղքատության նվազեցումը Հայաստանում, ինչպես նաև կայուն տնտեսական հնարավորությունների հասանելիությունը ապահովել, մինչև ծրագիրը իրականացնել, երբ որ մենք հանդիպում ենք համայնքներում, հատկապես գյուղական վայրերում, մենք փորձում ենք ներգրավել բոլոր խավերին պլանավորման մեջ։ Իրականացնում ենք մի ծրագիր սահմանամերձ գյուղերում Տավուշի մարզի, որի առաջի էտապը հենց դրանում է կայանում մասնակցային պլանավորման մեջ։ Այսինքն մենք ունենք գյուղ եւ գյուղի ժողովրդի հետ համատեղ ներառելով ինչպես գյուղի ղեկավարությանը, այնպես էլ այն խավերին, որոնք որ սովորաբար չեն մասնակցում այդպիսի գործընթացներին, մեզ հետ մասնակցել գյուղի ապագայի պլանավորման մեջ։ Մենք նախաձեռնություն ենք սկսել մոտ 2-3 տարի առաջ Կոլբելաբը։ Մենք փորձում ենք հայթայթել, գտնել եւ խրախուսել այն մտքերը, այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են որոշակի սոցիալական արդյունք գեներացնելու վրա։ Փորձում ենք նաև ապահովել մրցունակությունը եւ արդյունավետությունը այն ոլորտների, որտեղ աշխատում ենք։ Գյուղատնտեսությունը, արտադրությունը եւ այլն։ Եվ այստեղ շատ կարեւոր է այդ նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան։ Կաթիլային ոռոգման համակարգերը, հակակարգտային ցանցերի ներմուծումը Հայաստան։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը շուրջ 15 տարվա համագործակցության փորձ ունի գյուղատնտեսության նախարարության հետ և աշխատում է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ըստ աշխատանքի բնույթի։ Դրանք ուղղված են Հայաստանում և բուսաբուծության և անասնապահության ոլորտների զարգացման, ինչպես նաև իհարկե ցանկացած ծրագրի մեջ կարևորագույն նշանակություն կա սննդամթերքի պարենային անվտանգության ապահովման, ինչպես նաև մարզերում աղքատության նվազեցման հարցը։ Մենք աջակցում ենք տրամաշնորհային ծրագրերի միջոցով կոոպերատիվների և ֆերմերային խմբերի ստեղծմանը։